Մեր եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին Քրիստոսի հրաշափառ ծնունդից 40 օր հետո մեծ շուքով նշում է Տյառն Ընդառաջը։ Փետրվարի 13-ի նախատոնակին բոլոր եկեղեցիներում մեկնաբանվեց Տյառն Ընդառաջի տոնի խորհուրդը։ Այդ խորհուրդը նաև հաջորդ օրվա տոնական պատարագի քարոզների առանցքում է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագիչը Հայր Հարությունն էր։ Նա խոսեց տոնի, Տիրոջը փնտրելու, նրան մոտենալու եւ նրա ներկայությունը զգալու մասին։ Անվարան, առանց երկմտելու գնանք Տիրոջ կենսատու լույսին ընդառաջ։ Ամեն ժամ աղոթենք, որ Աստված մեզ էլ թույլ տա եւ արժանացնի այն անհուն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին մանկանը գրկելու ժամանակ, ասաց պատարագիչ քահանան։ Եկեղեցու ատյանում հավաքված նորապսակ զույգերին եւս հորդորեց չդադարել փնտրել Տիրոջ սերը։ Օրվա գլխավոր հերոսներն են երիտասարդ զույգերը, որոնց մեջ նաև սարկավագներն էին իրենց տիկնանց հետ։ Ավելի քան 1 տասնամյակ է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Տյառն Ընդառաջի տոնին նորապսակների օրհնության կարգ է հաստատել համոզումով, որ նորակազմ ընտանիքները ստանալով Աստծո օրհնությունը Հովսեփի եւ Մարիամի օրինակով ամուր շաղախված սիրով եւ վստահությամբ կկառուցեն իրենց ընտանիքը, հավատարիմ մնալով ավանդույթներին։ Նորապսակների օրհնության կարգը Մայրաթորի միաբանները կատարեցին։ Եթե ընտրել ենք հոգևորականի, ուրեմն մենք գիտենք մեզ ինչ է սպասվում եւ պատրաստ ենք։ Սպասվում է օրինակ գնալ ինչ-որ հեռավոր գյուղ ծառայության եւ լինել ամուսնու կողքին, որտեղ ամուսինը այնտեղ կինը կիսել ծառայությունը։ Իհարկե հոգևոր կյանքում եթե ամուսնացյալ է սարկավագը եւ պիտի քահանայություն ստանձնի այդպես, շատ կարևոր է նաև երեց կնոջ դերը, որովհետև համայնքում ոչ միայն հոգևորականի խոսքն է կարևոր այդ ժողովրդի համար, որ հիմնված է իհարկե Աստվածաշնչի վրա, այլ նույն հիմքով հոգևորականի ընտանիքի օրինակը, կերպարը, երեց կնոջ եւ իր զավակների օրինակով եւ ընտանիքի մեջ միայն հայրը չէ կամ տղամարդը եւ այս պարագային հոգևորականը, որ պետք է այդ կարևորությունը ստանձնի որպես օրինակ, այլ նաև կինը եւ երեց կինը այս պարագային եւ իր զավակները։ Պատարագից հետո նորապսակ սարկավագներին ընդունեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայրապետն իր գնահատանքն ու պատգամը փոխանցեց երիտասարդ զույգերին եւ հույս հայտնեց, որ շատերը մոտ ապագայում քահանայության աստիճան ստանալով կհամալրեն եկեղեցականների շարքերը։ Դիմելով սարկավագների կանանց, հայրապետը պատգամեց, որ նրանք իրենց ամուսինների լավագույն գործակիցն ու լծակիցը լինեն հոգևոր առաքելության ճանապարհին։ Ծանոթացել ենք Արցախում Ստեփանակերտում երիտասարդաց միության հանդիպումների ժամանակ եւ հենց այդտեղ տրվել է մեր համատեղ կյանքի սերմերը եւ փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր արդեն ունենք համատեղ ընտանիք եւ այսօր Տյառն Ընդառաջի տոնին արժանացանք հայոց հայրապետի օրհնությանը, որը շատ կարևոր է հատկապես նորաստեղծ ընտանիքի կյանքում, որովհետև առանց Աստծո եւ հատկապես վեհապար հայրապետի օրհնության շատ դժվար կլինի ապրել համատեղ կյանքը եւ հատկապես այժմ, երբ որ մարտահրավերները, դժվարությունները, խնդիրները շատ են առօրյայում եւ Աստծո օրհնությունը եւ ներգործությունը մեր կյանքում շատ կարեւոր է, որպեսզի միշտ մենք զգանք մեր կյանքի ամեն փուլում, ամեն դրվագում։ Երեսկին լինելը մեծ պարտավորություն է եւ բնականաբար մեծ համբերություն ուժ պետք է, որովհետեւ քահանային ինչ որտեղ թև տվողը հենց երեսկինն է ու ինչ որտեղ էլ նաեւ միտք տվող ուժ տվողը բնականաբար պետք է ուժեղ լինես անկոտրում, որ կարողանաս այդ լուծը տանել։ Հրանտ Սարկավագ Ջանոյանն ու Անի Պետրոսյանը Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցում են ծանոթացել, որտեղ Անի երգչախմբի կազմում է եղել։ Հիմա ընդգրկված է Երևանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբում։ Մեր համար ամենակարևորը այդ փոխադարձ հարգանքն է, սերն է ու ինչպես պատարագի ժամանակ նշվեց, սերը նախ առ Աստված, հետո նոր միմյանց հանդեպ հետո փոխզիջումը։ Այս համար, ինձ համար առավելապես, որպես ապագա հոգևորական եւ այժմ էլ արդեն սարկավագի ընտանիք, մեր միությունը եւ մեր համատեղ երջանկությունը
կարևոր է նախ եւ առաջ, որպեսզի ինչպես պսակի խորհուրդն է մեր եկեղեցուն մեր սուրբ հայրերի միջոցով հաստատված, որպեսզի միասին համատեղ մեր կյանքի ընթացքում հասնենք մեր հոգեփրկչական հանգրվանին, այսինքն մեր հոգիները հասնեն ճշմարիտ նավահանգիստ եւ մենք ի վերջո իրար օգնելով մեր ամուսնական կյանքի ընթացքում իրար հոգիների, իրար անձերի համար աղոթելով հասնենք մեր ամենքի երկուսիս հոգիների փրկությանը։ Ծանոթացել ենք Գանձասարի վանքում, ես Արցախից եմ, իմ առաջին ուխտագնացության ժամանակ հանդիպեցի Հովհաննես Սարգսակյանին, ինքը խորանում էր, տենց իր այդ ձայնը շատ դյութեց, հետո մոռացա իր կերպարը, որ Հովհաննես Սարգսակյանն էր, եւ հանդիպեցինք դասընթացների ժամանակ 2 տարի անց արդեն տեղահանումից հետո, ու այդտեղից համատեղ աշխատանքից սկսվեց մեր սիրո պատմությունը։ Ժողովող գրքում էլ մի հետաքրքիր հատված կա, որ ասում է 3 տակ թելը հեշտ չի կտրվում, այն իմաստով, որ ընտանիքը եթե չունի Աստծո ներկայությունը, այդ տանիքը Աստծո ներկայությունն ու Աստծո խաղաղությունը չէ, շատ դժվար է լինելու զույգերի համատեղ կյանքը։ Փառք Աստծո, ես ինձ օրհնված եմ համարում, որ կինս եւս Աստծո օրհնության զգացողություն ունի եւ միասին ստեղծել ենք մեր փոքրիկ ընտանիքը, փոքրիկ եկեղեցին, որը ձգտումն ունի հասնելու փրկությանը եւ Աստծո ներկայության ու խաղաղության մեջ լինելու։ Մեզ համար շատ կարեւոր է երբեմն այսպիսի ուրախալի առիթներ ունենալը վեհապար հոր հետ հանդիպելու, որովհետեւ մենք թե իբրև հոգևորական, թե որպես ընտանիք կարիքն ունենք անդադար մեր ուխտը հաստատելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ, մեր որդիական խոնարհումը հայտնելու վեհապար Հայրապետին եւ լսելու նաեւ իր հորդորները, ամեն անգամ երբ իր հետ հանդիպում ենք, մի նոր խորհուրդ է տալիս, նոր ձևով ոգևորում, մոտիվացնում է ծառայությանը եւ այսպես լիցքավորված շատ ջերմ տպավորություններով գնում ենք այստեղից եւ նաեւ խորհրդանշական է այսօր վեհապարի հետ հանդիպելը, որովհետեւ տոնը կոչվում է Տիառն ընթառաջ, Տիրոջը ընթառաջ գնալու հրավեր է սա, որ ուղղված է յուրաքանչյուրին, յուրաքանչյուր մարդու, այլ հարց թե ով է իրականում Տիրոջը փնտրում եւ ով կգա Տիրոջն ընթառաջ։ Վեհապար Հայրապետը մաղթեց, որ նորապսակ երիտասարդները լինեն երջանիկ, միմյանց սիրող ու կարեկցող, միասնաբար լուծեն կյանքի բոլոր դժվարությունները։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։